Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ եւ այսպես 20 տարի շարունակ ապրելով Միացյալ Նահանգներում եւ հեռու լինելով հայրենիքից մեր այսօրվա հյուրը ամեն բան անում է որպեսզի օտարներին ներկայացնի հայկական մշակույթը, կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ, որի առանցքային կետերից մեկն է Հայաստանը, իսկ մենահամերգների հասույթն ուղղում է հայրենիքում դժվարին իրավիճակում հայտնված հայրենակիցներին։ Բազմածավալ գործունեության ու մի շարք կարևոր ծրագրերի մասին կզրուցենք մեր հյուրի հետ։ Իսկ ես սիրով կներկայացնեմ, տաղավարում է բանաստեղծ, երգչուհի, բարերար, միջոցառումների կազմակերպիչ Մարիաննա Սարգսյանը։ Բարի առավոտ։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Մենք ասացինք, պատմեցինք, որ 20 տարի շարունակ ապրել եք Միացյալ Նահանգներում, դեռ բովանդակալից կզրուցենք, թե ինչպիսի գործունեություն եք այնտեղ ծավալում, բայց եթե վերադառնանք սկզբնաղբյուր ու սկսենք այն ժամանակաշրջանից, երբ բնակվում եք Հայաստանում, ինչպես սկսվեց այս ամենը, երբ հասկացաք, որ պետք է մեկնել Միացյալ Նահանգներ, մինչ այնտեղ մեկնել ինչով եք այստեղ զբաղվում։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, ինձ շատ հաճելի է ձեր տաղավարում գտնվելը։ Շնորհակալություն։ Ես ծնվել մեծացել եմ Երևանում, ուսումս առել եմ այստեղ, միջնակարգ դպրոցում ավարտելով, հետո ընդունվել եմ կոնսերվատորիայի վոկալի բաժինը, քանի որ շնորհալի է, անվճար եմ ընդունվել, բայց հայրս 1 տարի Ամերիկայում էր այդ ժամանակ եւ մենք էլ որոշեցինք արձակուրդներին գնանք Ամերիկա, որ հասանք Ամերիկա, բոլորը ասեցին գոնե դիմեք, փաստաթղթեր ստացեք, հետո հետ կվերադառնանք։ Եվ այդպես դիմեցինք, այնպես ստացվեց, որ մեր փաստաթղթերի հարցը հետաձգվեց 1 տարի եւ ստիպված պետք է մնայինք, շատ դժվար էր սկզբնական այդ ամիսները, միջավայր ես փոխում։ Ճիշտ հասկացանք, որ այստեղ ուսումը կիսատ եք թողել այդ ընթացքում։ Կիսատ եմ թողել, բայց շարունակել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, վոկալոյի հարցում այնտեղ ավարտել եմ եւ նաեւ մինչ օրս Էլադա Չախոյանի մոտ եմ դեռ շարունակում, որովհետեւ ձայնը այնպեսի մի բան է, որ պետք է պահանջում է աշխատանք։ Եվ եթե իհարկե, եթե ուզում ես գեղեցիկ երգել, պետք է աշխատանք կրել։ Ճիշտն ասած, ձեր գործունեությունը բազմաբնույթ է, մենք իհարկե հերթով կանրադառնանք բոլոր կետերին, բայց շատ հատկանշական փաստ կա, որ դուք նաև այնտեղ հայոց լեզվի ուսուցչուհի եք աշխատում եւ շատ հետաքրքիր է, բացի իհարկե հայոց լեզվի դասավանդումից ձեր սաներին էլ ինչ եք փոխանցում, ինչն եք արժևորում եւ կարեւորում նրանց մեջ։ Եվ հայեր են թե նաեւ օտարազգի երեխաներ կան։ Այո, կան։ Նախ ասեմ, որ հպարտ եմ, որ հայ եմ, ճիշտ է բնակվում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց երբևիցե չեմ մոռացել իմ հայ տեսակը եւ միշտ հպարտ եմ։ Այդ իսկ պատճառով որոշեցի դասավանդել երեխաներին հայոց լեզու կրթելով, որովհետեւ ամերիկյան դպրոցներում եմ դասավանդում, դպրոցի ժամերից արտահերթ ունեցել եմ կիսահայեր, ունեցել եմ օտարազգեր, ովքեր որ ցանկացել են հայերեն սովորեն եւ սիրով բնականաբար քաջալերել եմ այդ փաստը։ Դասավանդում եմ արդեն 12 տարի շարունակ այնտեղ տարբեր դպրոցներում եւ մի բան, երբ որ սիրով ես անում եւ երեխաներն էլ քեզ շատ են սիրում, այնքան հեշտանում է գործը, բնականաբար երեխաների հետ աշխատանքը դժվար է, բայց երբ որ մի բանի մեջ սեր ես դնում եւ նվիրված ես այդ աշխատանքին, ինձ համար դժվարություն չկա եւ միայն ես հպարտություն եմ ապրում, որովհետեւ տեսնում եմ այն երեխան, որ բարև չի կարողանում արտասանի գրական գեղեցիկ ձևով եւ այդ երեխան կանգնում է հպարտորեն հայոց լեզու է արտասանում, իմ գրած բանաստեղծություններն է արտասանում, դա ինձ համար ոնց որ մի հայրենասիրական աշխատանք է, որի համար շատ հպարտ եւ ուրախ եմ։ Ինչպես սկսեցիք զբաղվել մշակութային գործունեությամբ Ամերիկայում։ Մենք ասում ենք, որ դուք կրթական հատվածը ձեր կյանքի, դա դասավանդումն է հայոց լեզու դպրոցում, բայց դուք մշակութային գործունեությամբ եք զբաղվում, իհարկե բանաստեղծուհի եք, գրում եք, ասմունքում եք նաև, երգում եք այս դեպքում։ Երբ սկսեցիք զբաղվել մշակութային գործունեությամբ։ Իդեպ ամեն տարածքում փառատոններ են կազմակերպվում այնտեղ եւ մեկ անգամ փառատոնի ներկայ էի եւ որոշեցի, որ այսքան ազգերի եւ այսքան մշակույթի մեջ ինչու մեր հայկականը չի ներկայացվում եւ ես ինքս
խոստացա եւ ես խոսքի տեր մարդ եմ, եթե մի բան մտքից դնում եմ, անպայման կատարում եմ։ Հաջորդ տարի որոշեցի մասնակցել փառատոնի, ներկայացնելով հայ մշակույթ, այսինքն Արա Գևորգյանի երաժշտության տակ յուրաքանչյուր խումբ իր հայ մշակույթն է ներկայացնում, ես եռագույնի գեղեցիկ զարդարված մեքենայով երաժշտության տակ, դհոլի կատարում, պարողներ, փառատոնը փողոցը փակում են երկու կողմով եւ յուրաքանչյուր խումբ իր մշակույթն է ներկայացնում 140 շքերթ, այո, 140 խումբ մասնակից է լինում։ Օրինակ հայերը ներկայացնում էին ինչպես Արա Գևորգյանի երաժշտության տակ, առանձներով, այո, ոնց որ փողոցով քայլելով եւ պարում էին եւ երգներ հնչում եւ ողջունում էինք ժողովրդին եւ արդեն ակնհայտ էր որ մենք հայ ենք, քանի որ ամբողջ զարդարանքը մեր եռագույնի ավելի բարձ կլինի։ Այո։ Դեկտեմբերին կայացած ինչ փառատոնի եք մասնակցել, դրա մասին է խոսքը։ Հենց այդ փառատոնի մասին է խոսքը, բայց բացի դա ես ամերիկյան դպրոցներում նաեւ ապրիլ ամսին ներկայացնում եմ հայ մշակույթ, որտեղ որ ներկայացնում եմ մեր գրողներին, թե ովքեր են հայերը։ Այսինքն Ամերիկայում ծնված երեխաները եւ շատերը չեն էլ իմանում, որ ATM մեքենան, MRI-ը, բազմաթիվ բաներ, որ ստեղծագործել են հայերը եւ իմ նպատակն է, որպեսզի ամբողջ դպրոցին ամերիկյան եւ նաեւ թաղապետն էլ ներկա էր այնտեղ որպեսզի ցույց տանք թե ովքեր ենք մենք։ Մենք միայն կործանված եւ չգիտեմ ինչ տուժված ազգ չենք, այլ մենք կանք կլինենք եւ կշատանանք եւ մեր աշխատանքը, այսինքն մեր հայերի պես խելացի, ստեղծագործ եւ լավ ազգ իմ համար, իմ կարծիքով չկա։ Ինչն է ձեզ ոգեշնչում, այ որպես բանաստեղծուհի, ինչի երբ եք հասկանում, որ սա հրաշալի պայմաններ են, որպեսզի դուք ստեղծագործեք, մուսան եկել է, ինչից եք ոգեշնչվում։ Դա կարող լինի տարբեր բաներից, այդ մուսան, որ գալիս է, պահի տակ է լինում, եղել է բանաստեղծություն, որ գրել եմ մեքենա վարելիս, եղել է բանաստեղծություն, որ նստած տեղս, այսինքն իմ բանաստեղծությունները կյանք կոչ, որպեսզի մարդիկ լավատես լինեն, լավը ընդունեն, գնահատեն մեկս մյուսին, որովհետև մենք հայերս պետք է հասկանանք, որ մենք պետք է լինենք միասնական եւ դեպի առաջ։ Ես ոգևորված եմ այս պահին հեղինակի հետ զրուցելիս եւ հեռուստադիտողներն էլ մեզ լսում են, ես կխնդրեմ մի քառատող այս պահին ձեր բանաստեղծություններից նվիրել մեզ եւ մեր հեռուստադիտողին։ Սիրով։ Քանի որ հայկական այս ավանդական, եկեք բանաստեղծությունս հայ ազգը հենց արտասանեմ։ Համեցեք, սիրով։ Հայ ազգ, չեն կարող երբեք հաղթել հայ ազգին, քանի որ հայը անհաղթ է ծնվել։ Չեն կարող երբեք կործանել հային, քանի որ Աստված է ծնել հայ ազգին։ Իմ հայ ժողովուրդ, իմ պարծանք, իմ գանձ, դարերով կերտած անհաղթ իմ հայ ազգ։ Հայի դեմ կռվել ու նրան ջնջել, չի հաջողվի վայրակ ոսոխին։ Հայը հավատքով իր գործը կանի, երբեք չի սպանի առանց պատճառի։ Հայը պաշտպանն է իր ժողովրդի, պարտական է նա իր հողին, ջրին։ Հայ ազգի նման չկա աշխարհում, հայն ամենտեղ միշտ հայ է մնում։ Բրավո, շնորհակալություն։ Եվ այսպես երգչուհի, բանաստեղծուհի, գրող, բարերար, հայոց լեզվի, այո, ուսուցչուհի եւ ձեր մասին շուտով նկարահանվելու է ֆիլմ։ Ում մասին է լինելու, երգչուհու, բանաստեղծուհու, այդ ամենը ինչ որ նշեցիք պետք է լինի մաս առ մաս։ Եվ կարևորը ֆիլմի հաղորդագրությունը, գիտեք, այն ինչը որ դու ստեղծում ես, որը պահանջում է լայն լսարան, այս դեպքում դա կլինի ներկայացում, բեմ, որը երգիչ ունի իր հարթակ ամեն դեպքում, որտեղ որ եւ ֆիլմ այս դեպքում, որը պետք է միանշանակ հաղորդագրություն ունենա։ Ձեր մասին նկարահանվում է ֆիլմ եւ հետաքրքիր է լինելու, որտեղ այս բազմաբնույթ եւ հետաքրքիր թողուբոհի մեջ կյանքի Հայաստան 20 տարի շարունակ Միացյալ Նահանգներ եւ այնտեղ գործունեություն։ Հետաքրքիր ինչ ասելիք է ունենալու այս ֆիլմը։ Դուք ունեք մասնակցություն նկարահանման։ Այդ ասելիքը շատ է լինում, քանի որ նշեցիք, ինչպես նշեցիք այդ փաստերը, մի մասամբ լինելու է իմ երգերից, ես երկու մենահամերգ եմ ունեցել Ամերիկայում եւ իդեպ ասեմ հասույթը վերել եմ
Երևան մանկատան երեխաների հետ եմ անցկացրել, ժպիտ եւ ուրախություն պարգևելով իրենց։ Ճիշտն ասած պատերազմային տարիներին այդ ժամանակ էլ սկսեցի մեր քաջ զինվորների համար բանաստեղծություններ գրել, ֆիլմի մեջ կներգրավի նաև այդ բանաստեղծությունները, այնտեղ իմ կատարած յուրաքանչյուր աշխատանքը, դա լինի փառատոն, դա լինի մշակութային ինչ-որ մի միջոցառում, այդ ամենը եւ նաև իմ դպրոցի պետք է հաճախեն իմ դպրոցները, նախ այստեղ են նկարահանելու եւ նաև որովհետեւ այստեղ եմ ես գործունեություն ծավալում եւ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այսինքն ինքը լինելու է բնույթով մեծ, փոքրուց մինչև օրս ինչ որ ես իմ կյանքում դեռ արել եմ եւ բնականաբար պետք է շարունակեմ։ Բրավո, ազգանվեր գործունեություն եք ծավալում, իհարկե նաև մասնագիտական որակավորում կարող են այսօր տալ բոլորը, կարող են ասել իրենց կարծիքը թե ձեր երգերի, թե գրվածքների վերաբերյալ, բայց մարդկային սրտի մասին իհարկե այստեղ պետք է լրեմ, որովհետև այն ինչով որ դուք զբաղվում եք, ի սրտե ձեր սիրտը ձեզ թելադրում է եւ ձեր գործունեության մի մասը նաև կարողանում եք նվիրաբերել, դա հրաշալի է, դա նաև կարող է լինել այն կոչերից մեկը երևի թե ամենահզոր կոչերից մեկը։ Հայաստանյան այցի ձեր նպատակին չանդրադարձանք, հետաքրքիր է այս անգամ ինչ ծրագրերով եք վերադարձել Հայաստան, ինչ է սպասվում առջևում։ Երբևիցե ես որ Հայաստան եմ այցելում, միշտ նպատակալից գեղեցիկ ծրագրեր ունեմ։ Այս տարի եւս իրականացրեցի 100 ընտանիքի սնունդ մատակարարեցի եւ իդեպ ասեմ, որ ես ինքս եմ գնումները կատարում եւ նախընտրում եմ հայկական բիզնեսներին նախ օգուտ տալ իրենց եւ նաեւ իմ ժողովրդին խինդ ու ժպիտ պարգևել անհրաժեշտ սննդի տոպրակներ, իդեպ ասեմ շատ ծանր են լինում, միշտ տատիկները որ գալիս են ասում եմ կներեք, էլի շատ ծանր է, բայց թեթև չեմ կարողանում անել, բայց դա մեկ այսինքն այդ պիսով ես ուզում եմ ինչ-որ իմ ժողովրդին օգտակար լինեմ, նաև մանկատան երեխաների հետ եմ օր անցկացնում, իրենց տանում եմ պոնչիկանոց, պոնչիկ են վայելում, զվարճանքի տեղերից են օգտվում եւ նաեւ իմ երեխաներս, իմ ամուսնու ընտանիքից հետ եմ գալիս միշտ այցելում Երևան եւ այդ հայցիությունը ու հայի դեմ սերը իմ երեխաներն էլ ունեն, իմ աղջիկս նաև բժշկուհի է ուզում դառնա ու ասում եմ մամ ես մյուս տարի անպայման պետք է գամ այստեղ որպեսզի վերապատրաստվեմ ու ինձ համար դա հպարտություն է որ իմ երեխաները ծնված մեծացած Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրենք էլ հպարտ են հայ կոչվելու համար եւ անպայման ուզում են իրենց ազգին, իրենց ժողովրդին օգտակար լինեն։ Դե իսկապես շնորհակալ ենք այս հային նվիրված եւ հայօգուտ գործունեության համար։ Մենք մաղթում ենք ձեզ մեծ հաջողություններ, առողջ լինեք եւ հաջողակ, որպեսզի շարունակեք ձեր այս նվիրական լավ գործունեությունը։ Եվ այս բանին տեղին է ասված կանաչ ճանապարհ ձեր գործունեության մեջ։ Շնորհակալություն, որ այստեղ եք։ Եվ այսպես, սիրելի հեռուստադիտողներ, կարճատև ընդմիջում անենք այս պահին, հետո վերադառնանք մեր եթերին։